Արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում, Վահան Տերյան փողոցում կայանված Mercedes Magnus-ի ավտոմեքենայում պայթյուն է որոտացել։ Պատահարի հետևանքով մեքենայի հարևանությամբ գտնվող 43-ամյա վարորդը շոկային վիճակում տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Պայթյունի ուժգնությունից վնասվել է նաև մոտակայքում կայանված մեկ այլ տրանսպորտային միջոց։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջադեպի բոլոր հանգամանքներն ու պայթյունի պատճառները լիարժեք բարձելու նպատակով։ Գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար։ Ըստ դատախազության հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւս 9 անձի նկատմամբ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի որդի գործարար Սեթրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի, հանգուցյալ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Այգեծոր ՍՊԸ-ի ղեկավար Արամայիս Որսկանյանի նկատմամբ։ Առավոտյան ձերբակալվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա որդի Սեթրակ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց։ Սեթրակ Քոչարյանին կանոնավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի ավագ որդին Սեթրակ Քոչարյանը ազգային անվտանգության ծառայության դիմակավորված ծառայողների ուղեկցությամբ դուրս է եկել հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքից։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանք ստանալուց հետո ուժայինների ուղեկցությամբ հեռացել է շենքից։ Վարույթի հիմքերի վերաբերյալ հայտնելով իր անտեղյակությունը։ Բան չեմ հասկանում։ Այս գործընթացը ծավալուն քրեական հետապնդման մի մաս է։ Քննչական գործողություններն ուղեկցվում են նախկին նախագահների ընտանիքների հետ փոխկապակցված բիզնեսների կապարակնքմամբ ու խուզարկություններով, նրանց ունեզրկելու վերաբերյալ գործադիրի հնչեցրած հրահանգի ֆոնին։ Դիմակավորված ԱԱԾ-ականները շուրջ 7 ժամ գործողությունից հետո հեռացել են Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանից։ Բնակարանում գտնվել են падգամավորի 3 անչափահաս երեխաները։ Ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ Դավաճանի այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում, ու այդպես ժողով չէ։ Այսինքն դուք կապում եք ձեր այդ ելույթի հետ, այս գործողությունները դուք կապում եք։ Ընդհանուր, հիմա կոնկրետ այդ ելույթը, որ ասեմ առանձնացնեմ, միայն այդ ելույթի հետ չէ, այդ ելույթը կարող է ինչ-որ ավելորդ խթանա ասացել, բայց նման ելույթներ այնպես չէ առաջին անգամ ունեցել, ու ընդհանուր այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից։ Շատ պատահական ճակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնելու հենց 3։ Ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ըստ Լևոն Քոչարյանի պաշտպանի, առգրավվել են հուշանվերներ եւ գործի հետ կապ չունեցող իրեր։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը այսօր վերադարձել է խորհրդարան։ Խմբակցության անունից ելույթ է ունեցել Նարեկ Կարապետյանը եւ հիշեցրել, թե ինչ եղավ 115 տարի առաջ թուրքերի հետ բարեկամություն քարոզող Գրիգոր Զոհրաբի հետ։ Այս գլխարկով մարդը, ցիլոյով մարդը Գրիգոր Զոհրաբն է։ Նա ջատագովն էր պատմականորեն հայերի եւ թուրքերի միջև լավ հարաբերության։ Լավ հարաբերություն էր, ասում էր մենք պետք է լավ հարաբերություն ունենանք։ Ողջունել էր երից թուրքական հեղափոխությունը։ Իրար հետ ընկեր էին ինքն ու Թալյաթը։ Եվ համարվում էր արևմտահայության թիվ 1 քաղաքական գործիչը։ Գրիգոր Զոհրաբը կալանավորվել է Թալյաթի հետ հանդիպան մյուս օրը, իրար հետ կարդ խաղալու մյուս օրը։ Եդեսիայի ճանապարհին թուրքերը այս մարդու, ով հայ քաղաքական մտքի բարձր ներկայացուցիչն էր, թուրքերը այս մարդու գլուխը քարերով են բացել ու թողել են Եդեսիայի ճանապարհներին։ Մինչ դա 6 տարի առաջ դրանից
Այս մարդը ասում էր, որ մենք եկել ենք երկարատև համերաշխության։ Միշտ, երբ մենք գնում ենք համերաշխության, երբ մենք դադարում ենք դիմադրել, պետք է հիշենք, որ մի օր Եդեսիայի ճանապարհին գլուխը բացած ընկած չլինենք։ Այսօր Լաչինում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ու մասնագիտացված օպերատորների աշխատանքային հանդիպումը։ Բանակցությունների առանցքում եղել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման ու արտահանման հնարավորությունները եւ պետական սահմանների էներգետիկ ենթակառուցվածքների տեխնիկական փոխկապակցման հարցերը։ Համաձայն հայտարարության այս գործընթացը նպատակաուղղված է տարածաշրջանային էներգահաղորդակցությունների վերականգնմանն ու երկկողմ տնտեսական փոխգործակցության նոր մեխանիզմների ձևավորմանը։ Ազգային ժողովն այսօր 63 կողմ եւ 24 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրին։ Քվեարկությունն անցավ առանց ձեռնպահների, իսկ փաստաթղթին կողմ քվեարկեց բացառապես իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Այս պահին падգամավորները քննարկում են եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, որի պաշտոնում ուժեղ Հայաստան խմբակցությունն առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։ Ռուսաստանի Ամուրի մարզում գազաքիմիական խոշոր համալիրի տարածքում հզոր հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է ուժգին պայթյուններով։ Պաշտոնական աղբյուրները դեռևս հստակ տեղեկատվություն չեն տրամադրում։ Ըստ նախնական հաղորդումների միջադեպի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով տուժածների թիվն անցնում է 100-ը, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու այրվածքներ։ Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են։ Այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար Կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում, հայտարարել է Պեսկովը։ If we are to be completely frank, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը կոչ է արել ավելացնել պատրիոտ հրթիռների մատակարարումները Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների սուր պակասի ֆոնին։ Նրա խոսքով ուկրաինացիների համար անհասկանալի է, թե ինչու են հարյուրավոր կյանքեր փրկող հրթիռները պահվում պահեստերում, այլ ոչ թե կիրառվում խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա հորդորել է գործընկերներին կայացնել միակ ճիշտ որոշումը եւ պահեստերում արկա բոլոր որսացող պատրիոտ հրթիռները փոխանցել Ուկրաինային։ Մելնիկը նաեւ հայտարարել է, որ Կիևը նախաձեռնում է գլոբալ կոալիցիայի ստեղծում, որի նպատակն է տասնապատիկ եւ ավելի մեծացնել հակաբալիստիկ հրթիռների արտադրությունը, կյանքեր փրկելու եւ հետագա հարձակումները զսպելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Կանադայի առևտրային քաղաքականությունը համեմատել է չինականի հետ, որակելով այն վատագույններից մեկը աշխարհում։ Նա նույնիսկ պատահաբար Կանադան անվանել է ԱՄՆ-ի նահանգ, հետագայում արդարանալով, թե դա պարզապես վրիպակ էր։ Այս հայտարարությունները հնչել են երկու երկրների միջև առևտրային բանակցությունների տապալման ֆոնին, ինչի հետևանքով ԱՄՆ-ն 50%-անոց մաքսատուրք է սահմանել $20 միլիարդ կանադական ապրանքների վրա։ Ի պատասխան այս գործողությունների Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ամերիկյան կողմի քայլը որակել է որպես հարձակում եւ խոստացել է համարժեք հակահարված տալ, սահմանելով ճիշտ նույնչափ մաքսատուրքեր՝ $-ը $-ի դիմաց սկզբունքով։